Ալասանյան, լինելով վրացական երազանք կոալիցիայի կազմում, նկատի ունեմ իր կուսակցությունը, միևնույն ժամանակ բավական տարբերվում էր նույն այդ կոալիցիայում գտնվող, այսինքն կոալիցիայի կազմում գտնվող մյուս քաղաքական ուժերից, մասնավորապես գաղափարական հայացքների առումով, նույնիսկ արմատական տարբերություններ կային, ոչ միայն վրացական երազանք կուսակցության մասով, այլ նաև մյուս կուսակցությունների, օրինակ նույն հանրապետական կուսակցության եւ ի սկզբանե հանրապետական կուսակցության հետ տարբերությունն այն էր, որ ազատ դեմոկրատները Ալասանյայի գլխավորությամբ նրանք կողմ էին ուժեղ նախագահի ինստիտուտին, իսկ հանրապետականները ընդհակառակը պարլամենտական համակարգի կողմնակից էին, սա մեկ տարբերություն կոնկրետ այս կուսակցությունների, մյուսը, որ էլ ավելի կարևորն է, հենց նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ ունեցած տարաձայնությունների մասով է, եթե հիշենք 2013 թվականը, երբ մինչ նախագահական ընտրությունների, երբ քննարկվում էր նախագահի վրացական երազանք կոալիցիայի կողմից նախագահի առաջադրման այդ թեկնածուների հարցը, կարելի ասել դե նախնական փուլում էր եւ ազատ դեմոկրատները Ալասանյայի կուսակցությունը կարծես բաց քննարկումներ սկսեցին այդ մասով, ցանկանում էին իրենց թեկնածուին առաջ քաշել, որն էր հենց Իրակլի Ալասանյան, այս իրադարձությունները բավական այսպես ասած բացասական երանգ հաղորդեցին հենց կոալիցիայի այդ ժամանակ ընդհանուր մթնոլորտի վրա, երբ Բիձինա Իվանիշվիլին այդ ժամանակվա վարչապետը քննադատեց Ալասանյան եւ ազատ դեմոկրատների նման վարքը քայլը որակելով դա, այսինքն ոչ նպատակարար, քանի որ ընդհանուր կոալիցիայի մեջ ըստ էության պետք է նման հարցեր քննարկվեին, այդ ժամանակ հենց հունվար ամսին Ալասանյանին ազատեցին փոխվարչապետի պաշտոնից եւ այդ ժամանակվանից սկսած կարծես այս տարաձայնությունները կոալիցիայի ներսում այս տարբեր ուժերի միջև միևնույն ժամանակ մեկ առանցքի շուրջ պետվող ուժերի միջև կարծես հիմքեր ստեղծեցին այն զարգացումների համար, որոնք ներկայում տեղի են ունեցում, տեղ են գտել Վրաստանում, ներքաղաքական դաշտում։ Եվ հետաքրքիրն այն է, որ այս ազատումները, Իրակլի Ալասանյայի եւ նրա թիմակիցների, այնուհետեւ հրաժարականները շատերը պայմանավորում են իհարկե քաղաքական ենթատեքստն են դրան հաղորդում, այն առումով, որ որքան էլ կոռուպցիոն այդ դրսևորումները առկա են նախարարությունում եւ դատախազությունը կարծես ավարտել է քննությունը, մի քանի միլիոն այնտեղ ԱՄՆ դոլարի մասին է գնում խոսքը, յուրացումների եւ այդ գումարների վատնման եւ իհարկե այդ բարձրաստիճան կասկածում է նաև Ալասանյան այն առումով, որ այսինքն ոչ պաշտոնապես, բայց միևնույն ժամանակ բարձրաստիճան այդ զինվորականները, որոնք մասնակից են եղել այդ կոռուպցիոն, այսպես ասած, գործողություններին, դրսևորումներին, կասկածներ կան, որ իհարկե Ալասանյան եւս դրան կարող էր տեղյակ լինել կամ ինչ-որ չափով մասնակից։ Սա մի կողմն է եւ մյուս կողմը քաղաքականը այն մասը, որը ես նշեցի, այսինքն անհամաձայնությունը կուսակցության կոալիցիայի անդամ կուսակցությունների առաջնորդների միջև, մասնավորապես այս դեպքում Իրակլի Ղարիբաշվիլի եւ Ալասանյայի միջև, այս իրադարձությունը կարող ենք կապել նաեւ վերջերս Ալասանյայի, մասնավորապես պաշտպանության նախարարության վարած քաղաքականության հետ, ինչպես գիտենք, ուրեմն Ալասանյան այդ ժամանակ գտնվում էր, այսինքն մինչ այս պաշտոնանկությանը նա գտնվում էր Եվրոպայում, հանդիպումներ էր ունենում Ֆրանսիայի, Գերմանիայի իր գործընկերների հետ եւ ոմանք կապում են նաեւ այդ հանգամանքի հետ, որ նա այնտեղ պայմանավորվածություններ է ձեռք բերել, որոնք ըստ էության համաձայնեցված չեն եղել կենտրոնական ապարատի կառավարության հետ, մասնավորապես վարչապետի հետ, միգուցե սա եւս պատճառ լինի կոնկրետ այս
վերջին զարգացումների, նրա աշխատանքից ազատման, իսկ Ղարիբաշվիլին ինքը իհարկե հայտարարում է, որ դա զուտ ուրեմն այդ քրեական գործի հարուցման հետ է կապված պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած այդ կոռուպցիոն դրսևորումների։ Տեսեք, առաջին մասով կարող եմ ասել, որ ճգնաժամ նստեության, այսպես ասած, ճգնաժամ անվանել, այսպես կարծում եմ, չափազանցրած կլինի, քանի որ եւ իրավիճակը վերահսկողության տակ է իշխանությունների կողմից եւ նաեւ նոր նախարար արդեն իսկ նշանակված է, պաշտպանության նախարար նկատի ունեմ, անմիջապես նշանակեց նոր նախարարին, միևնույն ժամանակ այստեղ շեշտեմ մի հանգամանք, այո, որ խորհրդարանում թեև արդեն կարծես մեծամասնություն չի կազմում վրացական կոալիցիան, քանի որ այդ իրադարձություններից հետո դուրս եկավ վրացական երազանք կոալիցիայից դուրս եկան ազատ դեմոկրատները, միևնույն ժամանակ այնտեղ ազատ պատգամավորների խմբով, այսպես ասած անդամներով դեռևս պահպանում է այդ մեծամասնություն կոչվածը, այսինքն ունի այդ աջակցությունը վրացական երազանքը, բայց միևնույն ժամանակ այստեղ կասկածներ կար, որ նույն Ուսուպաշվիլին, այսինքն հանրապետականները, ազգային ժողովի նախագահան, իրենք էլ միգուցե որոշում կայացնեն, որ դուրս գան կոալիցիայից։ Թեև այս փուլում պահպանվում է այդ համագործակցությունը, բայց եթե ճգնաժամի, այսպես հեռանկարային բանով նայենք, իհարկե հնարավոր է հետագայում իրադարձություններն այնպես զարգանան, որ հանրապետականները եւս լքեն կոալիցիան եւ այդ ժամանակ իրոք ճգնաժամ կառաջանա, այսինքն չունենալով մեծամասնություն վրացական երազանքը պաստորեն հայտնվում է այսպես շատ վատ վիճակում, ոչ նախանձելի, քանի որ այստեղ պետք է անպայմանորեն հաշվի առնենք այն հանգամանքը, որ գլխավոր ընդդիմադիր եւ ազդեցիկ ուժը եւ խորհրդանում եւ խորհրդանից դուրս շարունակում է մնալ նախկին Միացյալ ազգային շարժում կուսակցությունը, Սաակաշվիլի կուսակցությունը եւ այս առումով թե ինչպես կկարողանան արդեն ընդդիմադիր դաշտում ընդդիմադիր կուսակցությունները միմյանց հետ համագործակցել, սա իհարկե սրանով մեծապես պայմանավորված կլինի նաև վրացական երազանքի հետագա ճակատագիրը, նաև հաջորդ ընտրություններին մասնակցությունը եւ այնտեղ հավակնությունները։ Իսկ արտաքին ուժերի առումով այսպես ասեմ, որ վրացական երազանքը երբ գալիս էր իշխանության, հենց Վիձինա Իվանիշվիլի գլխավորությամբ բազմիցս հայտարարվել է եւ մինչ այժմ էլ այդպես է, որ Վրաստանի նորընտիր իշխանությունները կառավարությունը վարելու են հավասարակշռման քաղաքականությունը եւ այդ բալանսավորման հիմնական, այսպես ասած, կիզակետում լինելու են եվրոպական ինտեգրման այդ ուղու հետ մեկտեղ նախկինի համեմատ արդեն ձևաչափը փոխվելու էր եւ Ռուսաստանի հետ անպայմանորեն պետք է աշխատանքներ տանեին հարաբերությունների բարելավման ուղղությամբ եւ այդ իրոք այդ հարցում բավական աշխատանքներ տարվել են եւ տարվում են եւ այս առումով իհարկե հասկանալի կլիներ, եթե օրինակ վարչապետի հետ չհամաձայնեցված որևէ հարցերում եւ գիտենք Ալասանյայի թիմը իրենք Եվրոպա մեծ, հա, այսպես ասած քաղաքական գործիչներ են եւ հենց իրենք այդ ուղղությունն էին տանում, այսինքն Եվրոատլանտյան եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերով նախարար, արգործ նախարար, նրանք բոլորը, նաև պաշտպանության նախարարը, նրանք բոլորը ազատ դեմոկրատների կուսակցություն էին ներկայացնում եւ բնական է, որ նրանք ավելի ներկայացնում են այդ ուղին եւ հակասությունները նաև այս առումով կային։ Արտաքին ուժերի ազդեցությունը թե որքան է դժվար է իհարկե ասել, բայց միևնույն ժամանակ որ կարող է նույն Ղարիբաշվիլին, այսինքն կառավարության ղեկավարին անհանգստացնել այդ հարցը, այսինքն դուր չգալ որ որոշ հարցերում չհամաձայնեցված ձևով կարող է ինչ-որ պայմանավորվածություն ձեռք բերվել արևմուտքի հետ, կառույցների հետ, եվրոպական տարբեր երկրների հետ, իհարկե այս հանգամանքը, ինչպես նշեցի, առկա կարող է լինել։